այսօրվա տոնական մեր երեք երկոցը ուզում եմ սկսենք բոլորս միասին տերունական աղոթքով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսցե արքայություն քո, Եղիցին կամք քո որպես հերկինս եւ հերկրի։ Ցած մեր հանապազոր տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարեն, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս, ամեն։ Մեր ձեռքերի գործը ուղիղ արա մեզ Տեր, եւ մեր ձեռքերի գործը հաջողիր մեզ, ամեն։ Երբ լրանում է փոքրիկ Հիսուսի ծննդյան 40 օրը, Հովսեփն ու Մարիամը նրան տանում են տաճար։ Տիրոջն ընդառաջ են գալիս բարեպաշտ Սիմոնն ու Աննա Մարգարեն եւ ավետում, որ Հիսուս Քրիստոս մարդկության փրկիչն է լինելու։ Սա է Տիառն ընդառաջի ավետարանական պատմությունը։ Տոնի նախորդ օրը երեկոյան Հայաստանի եկեղեցիներում հնչող ժամերգությամբ սկսվում են ծիսական արարողությունները։ Երգվում է լույս զվարթ շարականը, որից հետո եկեղեցիների բակերում քահանաների օրհնությամբ խարույկ է վառվում։ Ընդ որում, կրակը վառելու իրավունքը տրվում է հենց այդ տարի ամուսնացած երիտասարդներին։ Այնուհետև ներկաները վառվող մոմերով վերադառնում են տուն, Աստծո լույսով ջերմացնելով իրենց օջախները։ Եվ շատ ուրախալի է, որ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Տիառն ընդառաջն արդեն մի քանի տարի է հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Բոլոր նորապսակները Տիառն ընդառաջի օրն ընդառաջ են գնում Աստծո լույսին, ակնկալելով երջանկություն եւ բարօրություն։ Հնում հայ մայրերը Տիառն ընդառաջին իրենց 40-օրյա մանուկներին բերում էին եկեղեցի, որտեղ քահանան օրհնում էր նրանց, որ Աստծո ողորմության շնորհը հաստատուն լիներ մանուկների վրա եւ արժանացներ երկնքի արքայությանը։ Ժողովուրդը հավատում էր, որ Տրնդեզի օրը կրակի վրայով թռչողն ազատվում էր չարի ներգործությունից։ Տրնդեզի կրակը նաեւ պտղաբեր է եւ շենություն ու արգասաբերություն խոստացող։ Մարդիկ հավատում էին, որ եթե կրակթռնուկի ժամանակ մեկի վարտիքը խանձվի, նա կդառնա անխոցելի եւ օրինակ օծն իրեն չի կծի։ Ահա այսպիսի զորություն էր վերագրվում կրակին, որը կարող է պաշտպանել բոլոր աննպաստ ու վնասաբեր ուժերից։ Այս պատկերացմանը նպաստում էր նաև այն իրողությունը, որ իրականում գիշատիչ գազանները վախենում էին հենց կրակից։ Առհասարակ ժողովրդական հավատալիքներում լույսի ուժին չի կարող դիմակայել անգամ ամենազոր վիշապը։ Պատմվում էր, որ նրանք, այդ վիշապները, օձերի կերպարանքով էին հայտնվում եւ սողոսկում կենսատու ջրորի մեջ։ Բայց բավական էր ճրագի լույսով լուսավորել ջրհորը, վիշապները հեռանում էին կամ կորցնում զորությունը։ Հին պատկերացումներում կրակը կապվում էր կայծակի հետ, հետևաբար օժտված էր նրան չեզոքացնելու ուժով։ Պատահական չէ, որ եկեղեցու խարույկից վառած մոմը կաթեցնում էին գդակի մեջ, որպեսզի մարդը պաշտպանված լիներ կայծակից։ Ավետարանում գրված է. ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից է գալիս խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը։ Հենց այդ լույսն է խորհրդանշում Տիառն ընդառաջի կրակը, որն այս տոնի անբաժան մասն է եւ որին սիրով սպասում են բոլորը եւ հատկապես նորապսակները, որովհետեւ ըստ հնագույն պատկերացման Տրնդեզի կրակը մաքրագործող եւ պտղավորող հատկություն ունի։ Այսօր էլ Տիառն ընդառաջը քրիստոնեական նվիրական տոներից մեկն է։ Նրան մեր ժողովուրդը պատրաստվում է սիրով եւ տոնում այն հավատով, որ Տիրոջ մուտքը տաճար եւ նրան ընդառաջ գնալը աստվածային լույսով համակվելու զորություն ունի։ Իսկ ընդհանրապես բոլոր քրիստոնեական տոները, այդ թվում Տիառն ընդառաջը,
նոր բովանդակություն եւ մի մեծ խորհուրդ է բերում։ Այս գեղեցիկ տոնը նշվում էր նաեւ սովետական տարիներին։ Հավատացյալների մի մասը իհարկե այցելում էր նախ եկեղեցի, ապա անցնում ժողովրդական տոնախմբության։ Իսկ զանգվածաբար տոնը նշում էին բակերում, այնտեղ վառելով խարույկներ եւ հրավիրելով նորապսակներին կամ նշանվածներին կրակ թռնուկի ծեսի։ Պատշգամներից կախվում էին հետաքրքրասեր հարևանները, հետևելով այս կամ այն զույգի գործողություններին, իսկ բամբասկոտ կանայք քննարկում այս կամ այն երիտասարդի կամ նորահարսի բարեմաստություններն ու թերությունները։ Այսօր էլ ծանոթ տեսարան է, չէ՞։ Տոներին բնորոշ լավատեսական կայտառությամբ զույգերը թոթափում էին ամոթխածությունը եւ իրենք էլ զարմանալով իրենց հանդգնության վրա ձեռքի բռնած թռչում ամենազոր կրակի վրայով, այն հույսով, որ կրակի լեզուները կբացեն իրենց բախտի դռները եւ կպարգևեն երջանկություն։ Իսկ այս կյանքի վարք ու բարքին առավել քաջատեղյակ տատիկները ջահել հարսերին խորհուրդ էին տալիս անպայման կրակին դիպցնել զգեստի փեշը, բեղնավոր եւ զավակաշատ բախտի արժանանալու համար։ Բարեկամներ, մենք էլ եկեք տոնենք թե առընթառաջը, ընթառաջ գնանք նրան երգերքոցի տաղավարում ներկայացնելու տոնական համերգ։ Ավանդական պարզ շորոր եւ Քելե Յարջյան, հեղինակ վարիշնոր Անդրանիկ Սարգսակ Մանուկյան, գործիքային մաս Գաթաբենդ, մեզ հետ է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Սասուն ազգագրական երգբարի համույթը, գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Սարգսակ Մանուկյան։
քիչ իրար խառնենք լացնու ծիծաղը քանի չի թարամել շամալի թաղը մի քիչ իրար խառնենք լացնու ծիծաղը Եթե այսօր չգաս ուշ կլնի վաղը հասել է խաղողը կարմրել նուրը Եթե այսօր չգաս ուշ կլնի վաղը հասել է խաղողը կարմրել նուրը Երեկվանից է բացել մեր այգու դուռը մի քիչ իրար խառնենք լացնու ծիծաղը Երեկվանից է բացել մեր այգու դուռը մի քիչ իրար խառնենք լացնու ծիծաղը Նազով մտիր իմ կանաչ բաղը Երկուսով էլ կանչեք սիրով սուրբ խաղը Աղջի նազով մտիր իմ կանաչ բաղը Երկուսով էլ կանչեք սիրով սուրբ խաղը Մորանանք աշխարը ու նրա դաղը Մինչև որ մուտ դիշտի գաշամամ դաղը Մորանանք աշխարը ու նրա դաղը Մինչև որ մուտ դիշտի գաշամամ դաղը Քանի չի թարամել շամամի թաղը մի քիչ իրար խառնենք լացնու ծիծաղը Երեկվանից է բացել մեր այգու դուռը մի քիչ իրար խառնենք լացնու ծիծաղը Մորանանք աշխարը ու նրա դաղը մինչև որ մուտ դիշտի գաշամամ դաղը Մորանանք աշխարը ու նրա դաղը մինչև որ մուտ դիշտի գաշամամ դաղը Ազգագրագետ պատմական գիտությունների տեխնացու Սվետլանա Պողոսյան Այս մեր տոնական շարքում շատ կարևորագույն տեղ ունի Տյառն ընդառաջի տերունական տոնը Տյառն ընդառաջ, տիրոջը ընդառաջ Բայց պետք է ասել, որ ազգագրական նյութերում բազմաթիվ տարբերակներով են հիշատակում տոնի անվանումը դորդորանջ, տերնդես, տերնդաս եւ այլն Դրանով հանդերձ ես ուզում եմ հատուկ շեշտել, որ տոնը ունի հնագույն, հինավուրց արմատներ, անշուշտ մեր քրիստոնեական մշակութային ժառանգությունը դա պահպանել է, նորովի, նոր իմաստ է դրել, սակայն պիտի ասել, որ սա հնագույն տոն է կապված կրակի պաշտամունքի հետ եւ շատ հետաքրքիր է, որ ավանդական հասարակությունում եւ հնագույն հասարակությունում մարդը իրեն չէր զատում բնությունից, մարդ-բնություն կապը շատ անմիջական էր եւ հետաքրքիր է, որ այս տոնը հենց նշվել է փետրվարի 13-ի երեկոյան եւ շատ կարեւոր հանգամանք, որ նշվել է Սրբազան տարածքում, այսինքն հենց եկեղեցուց է սկսվել այս արարողակարգը Տոնը միմյանց ծիսական նվերներ անելու հրաշալի առիթ էր։ Օրինակ Տյառն ընդառաջի տոնին նշանված աղջկան Պեսածուի ընտանիքից որպես ընծա բերում էին քաղցրավենիքով լեցուն կապոց արտահայտելով իրենց բարի ակնկալիքներ ու դրական վերաբերմունքը ապագա հարսի նկատմամբ։ Հավասի, գարնան ծաղիկ ես, երգում է Եվա Թաշյան։
Խաչատուր Աբովյանի մանկավարժական համալսարանի դասախոս բանաստեղծ մշակութաբան Գարեգին Գևորգյան։ Գազանային այդ հրաշալի տոնի ընկալումը ինձ մի այլ մտածումների տարավ, երբ 1853 թվականին երջանկայի շատակ եւ մեծ երախտավոր Գարեգին Սրվատζյանը Խրիմյան հայրիկի հորդորով շրջում էր Արմենիան Հայաստանի գյուղերով եւ բնակիչներից հավաքագրում հեքիաթներ, լեգենդներ, առասպելներ, որոնց մեջ իհարկե գլուխգործոց եղավ Սասնա էպոսը, հետագայում մի երեկոյան իր գրառումներից մեկի մեջ առաջաբանում անգամ հիշատակում է, որ ես կասկածում եմ, որ այս ամբողջը հետո կհամարեն որպես արժեք։ Անցան տարիներ եւ իսկապես հասկացանք, որ նրա արածը մեծագույն գործ էր։ Իսկ Տիառնտարաչի հրաշալի տոնի եւ ծիսակարգի հետագայում նաեւ քրիստոնեական արժեխորհրդի իմաստով կուզենամ, որ այդ ամբողջը պահպանվի ազգային ինքնությունը շատ ավելի ամրագրելու համար, որովհետև եվրոպական շատ ազգեր այսօր ապարդյուն որոնում են իրենց ավանդույթները, պարերն ու երգերը ու ցավով չեն գտնում։ Ինչպես բոլոր տոները, այնպես էլ Տիառնտարաչը միավորում էր մարդկանց, համակում միասնական հույզերով, մեկը մյուսին ավելի հարազատ ու սիրելի դարձնում։ Ջնջում էր նրանց մինչև առկա հակասություններն ու կարգավիճակները, վեճերը ու տարաձայնությունները։ Կոմիտաս, թաքֆորի մեր, երգում է երաժշտական մշակման հեղինակ Լիլիթ Պիպոյան։ Թաքֆորի մեր դուսարի, տեսք ինչեր ենք բերել, թաքֆորի մեր դուսարի, կե ջուր բերող ենք բերել, թաքֆորի մեր դուսարի, տեսք ինչեր ենք բերել, թաքֆորի մեր դուսարի, կե կով կթող ենք բերել։ Թաքֆորի մեր դուսարի, տեսք ինչեր ենք բերել, թաքֆորի մեր դուսարի, գրտնականող ենք բերել, թաքֆորի մեր դուսարի, տեսք ինչեր ենք բերել, թաքֆորի մեր դուսարի, կե հաց թխող ենք բերել։ Թաքֆորի մեր դուսարի, տեսք ինչեր ենք բերել, թաքֆորի մեր դուսարի, կե բուրդ գզող ենք բերել, թաքֆորի մեր դուսարի, տեսք ինչեր ենք բերել, թաքֆորի մեր դուսարի, ճախրակ մանող ենք բերել։ Թաքֆորի մեր դուսարի, տեսք ինչեր ենք բերել, թաքֆորի մեր դուսարի, սոլեր շտկող ենք բերել, թաքֆորի մեր դուսարի, տեսք ինչեր ենք բերել, թաքֆորի մեր դուսարի, կե գլուխ դմբող ենք բերել։ Գեղանկարչուհի մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի։ Երբ որ մեր թվարկությունից առաջ 300 տարի առաջ Սիմեոն ծերունին նստած գրում էր հեթանոսական խորանում, գրում էր հեթանոսության եւ թարգմանում էր, այնտեղ գրված էր, որ 300 տարի հետո պետք է ծնվի Հիսուս Քրիստոս, եւ նա չհավատաց։ Քնեց արթնացավ, տեսավ տառերը գրված են ոսկյա տառերով, նույնիսկ որ ասում ես ինքդ հուզվում ես, եւ իսկապես ծնվեց։ Հիմա այս օրը, որը Տիառնտարաչի օրն է, եւ կապված է եւ նախաքրիստոնեական տոնի հետ, եւ քրիստոնեական տոնի հետ, եւ մեր ժողովրդի սիրած, ամենասիրած տոներից մեկն է։ Հնում մարդիկ շատ զգայուն են եղել մազերի նկատմամբ։ Պատահական չէ, որ Տիառնտարաչի տոնին շատ կանայք նույնիսկ մազի ծայրն են այրել, դրանով իրենցից վանելով վերահաս վտանգները։ Հավասի, նազենաս, երգում է Սևակ Ամրոյանը։ Ախոսլու
ասել, ուր ես գնում դու իմ հոգյակ նազենաս, ես անհամբեր ճանապարհիդ կսպասեմ, դու անցնում ես հազար տեսակ նազենաս, նազենաս, իս տեսելիս փախչում ես յար բազեվաս, բազեվաս, դու անցնում ես հազար տեսակ նազենաս, նազենաս, իս տեսելիս փախչում ես յար բազեվաս, բազեվաս. Դու մի աստղես երկնուտ իջած դու սաշոր, հողած ինչ ես, որ չես սիրում երկուղա, վարգարուն են օր է բացվել վարդակակ, պարտես կերթած դու իմ հրեշտակ նազենաս, նազենաս, իս տեսնելիս փախչում ես յար բազեվաս, բազեվաս, պարտես կերթած դու իմ հրեշտակ նազենաս, նազենաս, իս տեսնելիս փախչում ես յար բազեվաս, բազեվաս. Դու հավասուտ երկի լսիր իմ սիրում, երբ ուշկապես սախիկներից դալարում, երանի թե վերադարձի դեպի դու, կրծքից սեղված վարդում է խարկ նազենաս, նազենաս, դու պարտեզից ինձ մոտ գայիր բազեվաս, բազեվաս, կրծքից սեղված վարդում է խարկ նազենաս, նազենաս, դու պարտեզից ինձ մոտ գայիր բազեվաս, բազեվաս, դու պարտեզից ինձ մոտ գայիր բազեվաս, բազեվաս. Տեր Աբել Քահանա Քարտաշյան, Տավուշի թեմի Մովսես գյուղի հոգևոր հովիվ։ Այո, 40-օրյա Հիսուսին այսօր նվիրաբերեցին տաճար։ Այո, Աստված լույս է, ինչպես մեր խորենը հաղորդման սկզբում ավետարանից մեջ բերեց խոսքերը։ Լույս նշանակում է խավարի բացակայություն։ Լույս նշանակում է անգիտության վերացում։ Սա շատ կարևոր է, սիրելիներ, եւ ինձ համար մեծ ուրախություն է նորից ու նորից ասել, որ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց մեր մեջ։ Եվ 40-օրյա Հիսուսին այսօր տաճար ընծայեցին եւ այդ լույսը բնակվեց մեր մեջ։ Այո, կարելի է լույսը կրակի մեջ էլ տեսնել, արեքակի մեջ էլ տեսնել, ամեն ինչի մեջ կարելի է տեսնել, բայց մեր ժողովուրդը շատ վաղ հասկացավ, որ աստվածային լույսը, որ լուսավորում է մեր հոգիները, դա իրեն նյութական դրսևորումներով չէ, որ պիտի պայմանավորի։ Չէ, որ աստղը, որ հայտնվեց, իմաստունները եկան, մոգերը եկան, այսինքն այդ ժամանակի բոլոր աստղագետները, գիտության նվաճում ունեցող բոլոր մարդիկ, բոլորը եկան խոնարհվելու, բոլորը եկան երկրպագելու։ Փառք Աստծուն, որ մեր հայ ժողովուրդը իրեն ողջ իրականության մեջ տեսավ Քրիստոսի լույսը, այդ լույսը ընդունեց իրեն հոգուց ներս, եւ այդ լույսը այսօր բնակվում է մեր մեջ, սիրելիներ։ Շնորհավոր մեր բոլորի տոնը։ Դերն ընթարաչի տոնին անմասն չէին թողնում նաև ընտանի կենդանիներին, թռչուններին եւ անասուններին, գոմերը նետելով խարույկից վառած խանձողները։ Չէ՞ որ ընտանի կենդանիները մարդկանց բարենպաստ կյանքի կարևոր երաշխիքներն էին, նրանց բարեկամները, որոնց առողջությունից էր կախված իրենց առողջությունն ու բարեկեցությունը։ Եվ ընդհանրապես Երանի նորից վերադառնային մարդու եւ բնության ներդաշնակ համակեցության ժամանակները։ Աշուխ Աշոտ անցա այգուս նայելով երգում է Արտավազդ Մելքոնյանը։ Եկար անցարներ թաղով, հոգեզը մելքով
նախշուն կանաչ թերևով բարևը դել մորացավ անցար այգուս նայելով եկար հովիտ թևերով նախշուն կանաչ թերևով բարևը դել մորացավ անցար այգուս նայելով Տանջելըտ ինձ մուշ է յար, անսեր մարդը պուշ է յար, վեհացել եմ քո սիրով, սերդ հուշ է ուշ է յար, վեհացել եմ քո սիրով, սերդ հուշ է ուշ է յար, քո շոտեմ քո ծարան, ուխտ եմ արել ձեր դրան, մեղք եմ արի սիրելիս, դուրս բացիր Esgarnan yar, esgarnan Yekar hovit heverov Nakşun kanaş derevov Barevı del moratsar Ansar ayrus naerov Yekar hovit heverov Nakşun kanaş derevov Barevı del moratsar Ansar Գոլե Թամզարա Գյարմեր Ֆստան երգում է Աննա Մայլյանը
Սվետլանա Պողոսյան։ Շատ կարևոր է նաև ծիսական գերագուրը, որ հատուկ է բոլոր տոներին։ Հենց խարույկի շուրջ շատ հաճախ մամիկները բերել են այդ փոխինդը եւ դոշաբով կամ մեղրով շաղախել եւ ստացել փոխինդ այդ ծիսական գերագուրը։ Շատ տիպական էր նաև աղանձը, որը շատ մեծ խորհուրդ ունի, ավելի արխայիկ, ավելի հնագույն պատկերացումների դրսևորում է, հատիկ, սերմ, արգասավորություն, բեղմնավորություն, դրա դրսևորումները անշուշտ կրելով եւ անպայման թե հարսին, թե փեսային բաժին են հանել։ Եթե աղջիկը նշանված է, ապա այդ իր տրնդեզի ամբողջ ծիսակարգը իրականացվել է հայրական տանը, իսկ եթե արդեն ամուսնացած է, բնականաբար այդ ամբողջ ծիսակարգը իրականացրել է կեսյուրը եւ պարտադիր բաժին են հանել իրենց հարևաններին, դրկիցներին։ Շատ կարեւոր է, որ հենց այդ ծիսական կերակուրները պտույտի ժամանակ բաժին են հանել ներկաներին, այսինքն յուրատեսակ տոնական հացկերույթ է եղել, նորապսակների օրհնության տոն է նաև եւ մի նոր որակ է սա ձեռք բերել, առավելապես սիրո, նորապսակների ընտանիքի բարգավաճման այս խորհուրդը ունի։ Եվ ես կարծում եմ, որ մենք իրապես բավական խնդիրներ ունենք այնպես անել, որ մեր ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող այս երգը, պարը, ավանդույթները, այս բոլորը մենք շարունակենք, ինչու՞ չէ նաև 21-րդ դարում։ Տրնդեզի տոնին չէին մոռացվում նաև հիվանդները, որոնց մոտեցնում էին կրակի ապաքինող զորությանը։ Բնության տարերքներից ջուրն ու կրակը թվում է թե միմյանց բացառող ուժեր են, բայց երկուսն էլ բուժիչ էին եւ կենարար։ Կրակը նույն արևն էր, արևը կյանքը։ Այստեղից էլ հայտնի օրհնանքը ապրի արևդ։ Այժմ տեղափոխվենք Մշո դաշտ եւ տեսնենք ինչպես էր բացվում առավոտը այդտեղ։ Մշո առավոտ հեղինակ Աշոկ Գևորգ երգում է Արման Խաչատրյան։ Yariz durni sara
Գարեգին Գևորգյան։ Ծեսի, ծիսակարգի եւ դրա ամբողջ բովանդակության խնդիրը եւ վերջո համայնքների եւ անհատների միջոցով փոխանցվելով երբեմն շատ բաներ դուրս են մղվել, երբեմն կորստյան են մատնվել, ուստի չափազանց էական է, որ այսօր երբ ազգագրության ամբողջ ժառանգությունը հստակորեն ուսումնասիրելով բերում ենք արդեն կրթական համակարգ, ուրեմն մենք դառնում ենք ոչ թե սովորական դիտորդ, այլ նաև մասնակից։ Եվ կուզենայի, որ այս փաստը որպես կրթական առանձնահատուկ մաս իրականում այսօր շատ բուհերում դա իրագործվում է եւ ցանկացած ուսանող որպես իսկապես ազգային ինքնության բաղադրիչ յուրացնում է այս ամբողջը որպես գիտելիք, իմացություն եւ կենցաղային ցանկացած երևույթ, լինի դա խոհանոց, ծեսի, պարի, երգի առումով այդ ամբողջ արարողակարգի մեջ փորձում է իսկապես իրեն պայել հայեցի եւ այդ ամբողջ ժառանգության կրողը։ Կուզենամ, որ այդ ցանկությամբ էլ նաեւ շատերը այսօրվա այդ տոնական ընկալումը ունենան եւ պահպանեն եւ փոխանցելու անպայմանի մեջ։ Մարդիկ հավատում էին, որ եթե տրնդեզի կրակով մի քիչ վառեն իրենց հագուստը եւ մի քանի տեղից անցք բացեն, դրանք կվերածվեն յուրատեսակ չարխափանուժի եւ այլևս ոչ մի հիվանդություն իրենց չի դիպչի։ Եվ պատահական չէ, որ Տիառն Ընդառաջի տոնին որոշ գավառներում հիվանդին երթիկից հանում էին տան կտուրը, որպեսզի վառվող կրակի լեզուները մաքրեին նրա ախտերը եւ ապակինեին հիվանդին։ Կրակով փորձում էին բուժել նաեւ այսպես կոչված դիվահարներին, հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց։ Տրնդեզի կրակի մոխիրն օգտագործում էին որպես անփոխարինելի դեղորայք, օրինակ գլխացավի դեպքում խառնելով ջրին քսում էին ճակատին։ Կրակը մարդկանց գիտակցության մեջ կապվել է արևի հետ, իսկ երկրի վրա հայտնվել կայծակի միջոցով։ Այդ առումով խարույկի կրակը ասես արևի ներկայությունն էր մարդկային աշխարհում։ Մի վաղնջական ընկալում, որը հոգևոր մեծ խորհուրդ ձեռք բերեց քրիստոնեական համատեքստում։ Եկեղեցին կանոնական տեսքի բերեց հին հավատալիքը, հիմք ընդունելով այն բարձր բարոյական հավատամքը, որ կրակը խորհրդանշում է Աստծո լույսը։ Քրիստոնեությունը սրբագործեց ավանդական բնապաշտական զգացումները, դրանք բարձրացնելով հոգևոր մակարդակի։ Ի պատիվ մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու, ժողովրդի ազգային կյանքից դուրս չմղվեց տոնի ծիսական ավանդույթը, այլ իմաստավորվեց որպես աստվածային սիրո դրսևորում։ Եվ Տիառն Ընդառաջի լուսավոր օրը բոլոր նորապսակները իրենց օջախներ են բերում Աստծո լույսը խորհրդանշող կրակները եւ աստվածային սիրով լցնում իրենց կյանքը։ Հնում համարվել է, որ Տիառն Ընդառաջի տոնով ձմռան հետ վերջանում է ձմռան քառասունքը։ Իրոք, երբ վառվում է լույսը, նահանջում են ցուրտն ու խավարը։ Եկեղեցիների բակերում վառվող արևային հուրը մաքրում է մարդկանց հոգիները եւ ջերմացնում նորապսակների սիրող սրտերը, հավիտենական միության ուխտով ամրացնելով նրանց ընտանիքները։ Տիառն Ընդառաջի խարույկի խորհուրդն այսպես է ներկայացնում Գրիգոր Տաթևացին. խարույկի հուրը բորբոքելով Աստծո հուրն ենք խնդրում։ Այսպիսով Տիառն Ընդառաջը նաև սիրո տոն է։ Տիրոջն ընդառաջ գնալով մենք մոտենում ենք սիրո եւ մարդկային երջանկության երանելի հանգրվանին։ Տասնամյակներ շարունակ տրնդեզի տոնի տարերքը կլանում էր բոլորին, մեծին թե փոքրին, եւ բակերում վառվող խարույկի վրայով թռչելու ընթացքում դժվար է ասել ով էր ավելի մեծ ապրումներ ունենում։ Երիտասարդները, որոնց մեծ մասը այդպես էլ չէր հասկանում, թե ինչու են հանկարծ բոլոր իրենց հասակակից նորապսակները մի մարդու պես դիմում այս խելահեղ ծեսին, թե տարեցները, որոնք ընկնում էին գեղեցիկ հուշերի գիրկը եւ երանի տալիս ջահելներին։ Ընդհանրապես տարեցները տրնդեզի արարողության ժամանակ մեծ դերակատարություն ունեին։ Օրինակ, ավանդաբար սկեսուրը նորապսակ հարսին պտտեցնում էր խարույկի շուրջը։ Հատկապես գյուղական վայրերում մեջտեղ էին գալիս նաև ամուլ կանայք երեխա ունենալու ակնկալիքով, իսկ ավելի հնում կրակ թռնուկին մասնակցել են նաև ծննդաբերած եւ 40 չլրացրած կանայք, դրանով այսպես ասած դուրս գալով ծննդաբերական 40-ից։ Հավասի, ուր կերթաս երգում է Նարեկ Պողոսյանը։ Արիար ջան
թանկագին դու իմ սրտին քնարես քնալարով անգին քարով գնաս բարով ուր գերտաս արի արի եւ միքսարի առանցյալի զուր գերտաս արի արի եւ միքսարի առանցյալի զուր գերտաս Որն է կարում քեզ պես սիրում դու դալարում ծաղիկ ես ծաղիկ քնքուշ բացվել ես ուշ բուրմունքանուշ ծաղիկ ես խնջեր քալել սիրտս տաղել մենակ թողել ուր գերտաս արի արի ծաղիկ սարի առանց յարի ուր գերտաս արի արի ծաղիկ սարի առանց յարի ուր գերտաս Զուրցավեցիր, խռովեցիր, կակավեցիր նազենար Նազեր բարար, թրշնիկ դարար, հետև թվար, վազևազ Վաստալով վար, դու սիրահար, հավասույար ու գերտաս Արի, արի, թրշնիկ սարի, առանց յարի, զուր գերտաս Վաստալով վար, դու սիրահար, հավասույար ու գերտաս Արի, արի, թրշնիկ սարի, առանց յարի, զուր գերտաս Արի, արի, թշնիկ սարի, առանց յարի, զուր գերտաս Լուսիկ Ագուլեցի Նախ գոյություն է ունեցել տաբու եւ ծորենը տրնդեզից հետո աղանց չեն արել, միայն տրնդեզի օրն են արել։ Ցանելուց հետո նա չեն արել մինչև հաջորդ տարի։ Երկրորդ Ցորենը պետք է ցաներ տղամարդը, ամուսնացած տղամարդը։ Նա իրավունք չուներ կենակցել կնոջ հետ, մինչև ցանքը վերանար։ Եվ այդ օրենքները մարդիկ սիրով պահպանել են։ Ինչու համար ցորենը կապված Քրիստոսի հետ։ Որովհետև ցորենը մենք ցանում ենք, նա աճում, մեծանում, ջրում ենք, հետո կտրում ենք, երկաթով ենք կտրում։ Հետո խմոր ենք անում, ջրով հնձում ենք եւ մտցնում ենք գեհենի մեջ, թոնրի մեջ։ Նա հաց է դառնում։ Ես եմ հանապազորյա հացը եւ ինչպես Քրիստոսին գեհենի մեջ դրեցին եւ ինքը հարությունն առավ։ Ահա եւ այսօրը տրնդեզի օրը մեր կանայք օգտագործել են ցորենը։ Ես այսօր բերել եմ մի կենաց ծառ, որը զարդարված է կարմիր եւ կանաչ թելերով։ Խորհրդանշում է կանացի եւ տղամարդու։ Կարմիրը կանացի, կանաչը տղամարդու։ Ինչու համար, դա էլ բացատրեմ։ Ուրեմն դելի կապված է տիեզերքի հետ։ Ինչա կոզբանտը տղամարդու, արական եւ իգական։ Դա կապված է էլի մոլորակների հետ։ Երբ որ երկու մոլորակներ միանում են իրար, կարմիրն ու կանաչը, նրանք դառնում են շրջանակաձև են։ Երկուսը միանում են իրար, դառնում են սվաստիկա։ Երբ որ սվաստիկան մտնում են իրար մեջ, դառնում են կենաց ծառը։ Հենց այդ գաղափարներ մենք 2000 տարի առաջ արդեն մեր ժայռապատկերների վրա կային։ Մենք դա վերցրել ենք եւ հիմա գորգերի վրա անում ենք յուրաքանչյուր տարազի մեջ կենաց ծառը կա։ Եվ այդ կենաց ծառը գալիս է տիեզերքից հասնում մեզ։ Հիմա այսօրվա կենաց ծառը, որը ես այսօր պատրաստել եմ, կարծում եմ մեր հայ կանանց շատ պետք կգա, հատկապես նրանց, ովքեր առուզավակ ունեն ամուսնացնելու, որ կարող են իրենց ձեռքի վրա պտտելով 7 անգամ, որտեղ 7-ը Աստծո թիվն է, պտտացնելով կրակի շուրջ եւ ասել գնամ անեմ բարիություն, հոգիս գնա արքայություն։ Ամենակարևոր խոսքն է տրնդեզի օրվան խորհրդանիշը։ Ես այսօր նաեւ բերել եմ մի գիրք հայոց տոնածեսերը 400 էջանոց, որտեղ ներդրված են 12 ծեսերը ամանորից մինչև խաչվերած տոն։ Եվ սիրով ես այս գիրքը նվիրում եմ երկերկոցին։ Եվ մեր հայոց տարազները, ինչպես գիտեք, ես արդեն 46 տարի տարազ եմ հագնում եւ պաշտում եմ։ Ինչպես իմ եկեղեցին, այնպես էլ իմ տարազը։ Պաշտում եմ եւ սիրով այս տարի ցուցահանդես արեցի Եղեռնի 100-ամյակին եւ սիրով տարազի ալբոմը նվիրում եմ նաեւ երկերկոցին։
Շերամի երգերը զարդարել են ավանդական տոները։ Այդ երգերը երբ հնչում են տոնախմբության ժամանակ մի ուրույն երանգ են ձեռք բերում, որովհետև մարդիկ իրենց մասնակից են զգում մի մեծ իրադարձության, հաճախ նաև ձայնակցելով երգին։ Շերամ, Ալվան Վարդեր երգում է Արաքսի Ամիրխանյանը։ Այնքան սիրված եւ ընդունված տոն է եղել Տեառն ընթառաջը, որ նրանով նույնիսկ երդվել են եւ վախեցել երբնազանց լինելուց։ Խոսքի հարգն ու պատիվը պահելը շատ կարևոր արժեք էր հայ մարդու համար։ Բարի նկատմամբ հատուկ ակնածանք կար։ Եթե երդվել ես, տեր եղիր երդմանդ։ Իսկ մենք ինչպիսին ենք։ Հավասի Վարդերի մեջ երգում է Մասի Սունանյանը։ Քեզանից հզոր չկա սիրով արման մարտերի մեջ Յար քեզանից հզոր չկա սիրով արման մարտերի մեջ Ով որ տեսնի ուշքա կերտա Darderi մեջ,
մեջ, վարդերի մեջ, սիրտս թողիր դարդերի Կարծես գարնան շաղմեի չեն խասկակաչի ալթերի մեջ Կարծես գարնան շաղմեի չեն խասկակաչի ալթերի մեջ վարդերի մեջ սիրտս թողիր դարդերի մեջ ալթերի մեջ վարդերի մեջ սիրտս թողիր դարդերի մեջ Հավաս եկշիտ վարսենեցով նման գարնան վարսերի մոտ Հավաս եկշիտ վարսենեցով նման գարնան արտերի մոտ Արի մանգանք զով գիշերով մեր ծաղկաշատ հանդերի մեջ Արի մանգան զով գիշերով մեր ծաղկաշատ հանդերի մեջ վարդերի մեջ սիրտս թողիր դարդերի մեջ վարդերի մեջ զարդերի մեջ սիրտս թողիր դարդերի մեջ սիրտս թողիր դարդերի Տեր Աբել Քահանա Քարտաշյան Սիրելիներ, իրապես այսօր ոգևորությունը մեծ է դահլիճում, կարծում եմ բոլորը ինձ հետ համաձայն են։ Եվ շատ հատկանշական է ինձ համար, որ այսօր ազգագրական երգեր քիչ հնչեցին։ Այստեղ մի շատ կարևոր խորհուրդ եմ նկատում, սիրելիներ։ Ասեմ, ուրեմն Եվրոպացի մի ազգագրագետ մի շատ հետաքրքիր դիտարկում է արել, ասելով այն ինչ դուրս է գալիս բեմ, այդ նշանակում է արդեն ինքը մահացած է։ Այսինքն կրողները չկան իրականության մեջ եւ դա հիմա դուրս ենք բերել բեմ, որպեսզի ցույց տանք։ Այսօր, սիրելիներ, մենք կանգնած ենք այնպիսի ճամփաբաժանին, որ պիտի նորոգենք մեր իրական կյանքը, կենցաղը, մեր ծիսական պատկերացումները, մեր ամեն ինչը։ Փառք Աստծուն, որ եկել են օրեր ամեն ինչ վերաիմաստավորելու, վերախմբավորելու։ Այս առումով է, որ մեր ժողովրդի մեջ շատ կարևոր կետեր կան, որ կյանք են դառնում։ Օրինակ, այս տարի մենք նոր տարին դիմավորեցինք եկեղեցու Մովսես գյուղում, սիրելիներ։ Եվ ժամը 12-ին Վեհափար Հայրապետի այդ տնօրինությունը օրնական, որ կար, նուռ օրհնելու արարողությամբ դիմավորեցինք։ Այո, ամեն մի ընտանիքի հատուկ նվիրական այդ տոնը դարձավ իրական տոն, մեր մեծ ընտանիքի, մեր սուրբ եկեղեցու ներսում։ Սիրելիներ,
Փոխանցել նշանակում է ոչ միայն պահպանել, նշանակում է կրել։ Կրել այն, ինչ որ ունենք։ Եթե մենք բաներ կա այսօր չենք կրում, ուղղակի արդեն բեմում ենք միայն դրա մասին, լսում, տեսնում։ Դրանք այլևս մեր կյանքի մաս չեն կազմում։ Շատ ցավալի է։ Ինձ համար ուրախալի են այն պատառիկները, որ կան մեր կյանքի մեջ, խոնարհումս մեր տիկին Ագուլեցուն, որ մարդը կրում է այդ ամենը։ Չի գովազդում, չի ասում, լրելային կրում է այդ ամենը, հուշելով մեր գեղեցիկ աղջիկներին, տիկնանց, սիրելիներ, դուք էլ կրեք, գեղեցիկ է ամեն ինչ, Փառք Աստծուն։ Այո, այս ժամանակները, որ եկել են վերաիմաստավորելու ամեն ինչ, մեզ համար սահմանամերձ չէ մեր գյուղի միջայլոց, ասեմ, սահմանապահ է։ Եվ իմիջայլոց օգտվելով առիթից ուզում եմ այս գեղեցիկ օրվա առիթով բոլորս ծափերով մեր բոլոր սահմանապահ գյուղերի ժողովրդին ծափահարենք, սիրելիներ։ Եվ այդ մեծ ոգևորությամբ, այդ մեծ ուրախությամբ, որ ամեն մի տոն իրական այսօր մարդը վերաիմաստավորելու համար ոչ մի տեղ չի գնում, գալիս է եկեղեցի։ Փառք Աստծուն, այդպես եղել է, որովհետև մարդը գիտի, որ իրեն ինքնության պահապանը եւ կրողը մեր Սուրբ Առաքելական եկեղեցին է։ Այսօր որքանով տոնը ինձ համար տոն դարձավ։ Այսօր որքանով ես ինքս վերապրեցի այն, ինչ որ ապրում էր իմ պապը։ Այսօր որքանով Քրիստոս լուսավորեց իմ կյանքը, այսօր որքանով ես Տիրոջը ընթառաջ գնացի, Տիրոջ լույսին ընթառաջ գնացի։ Խորհենք այս մասին, սիրելիներ, եւ մեր կյանքից իրապես Աստծո զորությամբ է, որ պիտի հետ վանենք բոլոր չար ուժերը։ Դերն ընդառաջին սպասում են բոլորը, եւ նորապսակները, եւ նշանված զույգերը, բայց նաեւ բոլոր նրանք, ում համար կարեւոր է լիցքաթափել արտնին կյանքի լարվածությունը եւ մի քանի ժամ վայելել տոնական ազատությունը, ապրել պահի բերկրանքը։ Թակվորակ Գովք, բեմում տարոնցիներ։
Բարեկամներ, Տերն ընթառաջ գնալը հույսին եւ փրկության ընթառաջ գնալ է նշանակում։ Բայց չմոռանանք, որ Տերը մեզ կարևոր պատվիրաններից բացի տվել է նաեւ ազատ գործելու կամք, որպեսզի կատարածենք նրա պատվիրանները։ Հետևաբար մեր հոգիները ոչինչ չի փրկի, եթե ինքներս դա չկամենանք, եթե ընթառաջ չգնանք Աստվածային լույսին, որ այնքան առատորեն վառվեց մեր առջև եւ առաջարկեց գնալ սիրո եւ արարման ճանապարհով։ Տոնը կարող է մեզ ուրախություն պարգևել, ոգևորել, բայց անզոր է ավելի լավը դարձնել մեզ ու բարելավել մեր կյանքը, եթե չլինի մեր ցանկությունը։ Այսօր 21-րդ դարի 2-րդ տասնամյակում հաղորդակցվելով Տեր Ընթառաջի մեծ խորհրդին, մենք վերահաստատում ենք ճշմարիտ լույսի խորհուրդը եւ չենք մոռանում Աստվածային պատգամը։ Ես եմ լույսն աշխարհի, ով իմ հետևից է գալիս խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը։ Եկեք մենք էլ ընթառաջ գնանք Տիրոջը, ընդունենք կենաց լույսը եւ հեռու վանենք խավարը։ Եթերում երգերքոցներ նվիրված Տեր Ընթառաջի տոնին կհանդիպենք։